Արձագանք։ Շնորհակալ եմ, այո, մենք հաշվետու ենք մեր հայրենակիցներին եւ իրապես դա հայրենակիցներին ծանրաբեռնելու հարց չէ, ցուցակ կազմելու գործընթացում նաեւ տեղեկանան թե ինչպիսի սկզբունքներով են, իհարկե դուք դա էլ խուսափեցիք պատասխանել, օրինակ մեր ցուցակի կազմման դեպքում գրեթե ողջ հանրությունը տեղյակ էր մենք ինչպիսի փուլերով ենք անցկացնում, որովհետեւ սա հայրենակիցների հանդեպ նաեւ պատասխանատվություն է եւ ես իմ անունից ասում եմ, ես պատասխանատու եմ իմ խմբակցության յուրաքանչյուր անդամի համար ու կուսակցության յուրաքանչյուր անդամի համար, սա այսպես։ Երկրորդ հարցը, երկրորդ պատասխանատվությունն էլ են ձեր վրա ծանրաբեռնել։ Օրինակ Սամվել Կարապետյանը կոնկրետ նշել է, որ իր այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու հարցով նույնպես դուք եք զբաղվում։ Ուզում եմ տեսնել այդ գործընթացը ինչ փուլում է գտնվում։ Տիկին Ղազարյան, եթե ձեզ իսկապես այդ հարցը հետաքրքիր է, եւ եթե մեր հայրենակիցները եւս այդ հարցով հետաքրքրվում են, նշվածը շատ պարզ պատասխան ունի։ Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է։ Քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի համար իդեպ եվրոպական երկրների փորձից տեղեկացված անձինք շատ հանգիստ եւ պարզ կարող են ձեզ պարզաբանել, որ դրա համար անձը ֆիզիկապես պետք է գնա դեսպանատուն։ Սամվել Կարապետյանին մինչ օրս թույլ չեն տվել նույնիսկ իր հոր գերեզմանը այցելի։ Հայաստանի դատական համակարգը, որը ժողովրդավարության բաստիոնի մարմնավորումն է, նույնիսկ գերեզման գնալ թույլ չեն տվել։ Սամվել Կարապետյանին մինչ օրս դատական նիստերի դահլիճ մասնակցությունը ապահովում են այն ոստիկանության ծառայական ավտոմեքենայով, որը կալանավորների է տեղափոխում։ Որևէ Հայաստանում այլ տնային կալանքի պայմաններում գտնվող անձի դեպքում այդպես չի արվում։ Հիմա ոնց գնալ Սամվել Կարապետյանը կհուշեք։ Սա է իրավիճակը։ Գեղամ Մանուկյան։